Մեկ դարը բոլորած գոհար տատը միտքը միշտ զգոն սիրտը տակ, ամեն իրիկնամուտի մինչև բոլոր հարազատները չխոսի օրհնությունը տա, գլուխը բարձին չի դնում։ Որի ձայնը չեմ լսել, պետք է անպայման զանջեմ լսեմ կամ իրան զանջեմ լսեմ, որ նոր հանգիստ քնեմ։ 6 երեխա ունի 17 թոռ, 26 ծոր ու 7 կոր 100-ամյա տատը, ավագ դուստրն արդեն 80 տարեկան է, վաղուց արդեն եւ թոռնատեր, եւ ծորնատեր, բայց մոր համար միշտ երեխա, ինքն էլ մյուսներն էլ։ Գործի պիտի գնամ, մաման ասում է, հայ բալաջան, այն երեխեն չզանգեց։ Ասում եմ, մա այն երեխեն ով է, Ալան։ Ասում եմ, այ մեր ջան, 80 տարեկան երեխա տեսել ես դու։ Մայրիկիս կողքին բոլորս միշտ երեխա ենք մնում, քանի ինքը կա։ Ամուսնուն վաղ է կորցրել, բայց մեջքը միշտ ձիգ պահել, բոլոր զավակներին նպատակներին հասցրել, ոսկե մեդալով են երեխաներից 3-ը դպրոցն ավարտել, բոլորն էլ բարձրագույն կրթություն ստացել։ Ինքն էլ մոտ 40 տարի գանձապահ է աշխատել, զուգահեռ տան ու այգու գործերին եղել։ 38 տարեկան ամեն ինչ արել եմ։ Հիմա էլ ասում եմ դա որ ոտս սես չներ, բաղջի խոտերը կմաքնեի։ Ոտքը 2 տարի առաջ է վնասել այգում գործ անելիս, հիմա դժվարությամբ է տեղաշարժվում, աղ քաշում, ժրաջան օրերը կարոտում։ Ես մեր հարևանի աղջիկը գալիս էր, բարև մեր թավից ասում թավին, գվարտոտա գիտես ինչի է երկար ապրում, ասում չի, նրանից է, որ անհագիստ է, անընդհատ գործի մեջ է, պարապ չի կարողանում մնալ։ Անցած ամառ օգոստոսին են գոհար տատի 100-ամյակը նշել, անմոռանալի տոն կազմակերպել թե հոբելյարի, թե հյուրերի համար։ 100-ամյակի նկարներից է։ Մեր հյուրերը 175 հոգի էին, մեջները տենց մարդ չկար, որ մասնակցած լիներ 100-ամյակի։ Բոլորին հարցրել եմ։ Գեղեցիկ նվերներ շատ ստացավ, ծաղիկներ անհաշիվ անհամար ու առանձնահատուկ գոհ է, որ կառավարությունը որոշել է այս տարվանից իր բաժին նվերն անել մեկ դարի շեմը հատած քաղաքացիներին։ Ես մամա աչքդ լույս, ասի ինչ եղել աղջիկ ջան, պետությունը քեզ 100-ամյակի արդի 1 միլիոն փող ատարում, ասի իսկականից բահա, գիտեի, որ Երևանում 30 հոգու տվել են մեծերին, ճիշտ ասած, ասեցի սխալ է, որ ռայոնի մեծերին չեն տալիս, որ Ռուզան ասեց, ասի լավ է, ապրի։ Արդեն որոշել են ոնց են տատիկի միլիոնը ծախսելու, նրա կամքն է, որ թոռան սենյակի համար նոր կահույք այդ փողից գնեն ու տակնել, ինչ մնաց մեծ խնջույք կազմակերպեն։ Միշտ սիրել է հարազատ մարդկանց բարի կամեցողներին սեղանի շուրջ համախմբել, սրտանց հյուրասիրել։ Այս անգամ մենք էլ հրավեր ունենք, իսկ մինչ այդ ողջ ընթացքում անհանգիստ էր շատ, որ զրույցով տարվեցինք, քաղցրից չօգտվեցինք։ Բայց խնդրում եմ օգտվեք սեղանից մի բան գերեք։ Բայց ապրես, տատի ջան, խաղող կուտեմ, ձեր այգունն է։ Այո։ Ապրած կյանքից գոհ է, թե վերառած նպատակ երազանքների համար շնորհակալ, բայց դեռ 3 անկատարն ունի, 2 թոռների հարսանիքին դեռ պիտի մասնակցի ու 1 ծոռնիկի ծնունդն էլ տեսնի։